Հանուն Հանրապետության կուսակցությունը ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու կողմնակից է։ Երեկ երեկոյան ընտրողների հետ հանդիպումից հետո հակառուսական պաստառներով քայլերթով հասան 102-րդ ռազմաբազայի զորամասերից մեկի անցակետի մոտ ու լուր բողոքի ակցիա անցկացրին։ Այդ պահին ռուս զինվորական էր անցնում ու Ազատ Արշակյանը հորդորեց նրան տուն գնալ։ Իվան, իջի դամոյ։ Զինվորականը չարձագանքեց։ Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը պնդում է, որ վերջին օրերին ռուսական կողմի տնտեսական սանկցիաները ընտրողների վրա ազդելու համար են իրականացվում։ Մեզ վախի եւ սպառնալիքի այսպես ալիք են փորձում բարձրացնել հայ ընտրողների եւ մեր քաղաքացիների տրամադրությունները սպառնալիք է տարածում մեր քաղաքացիների կամարտահայտության վրա ազդելու նպատակով։ Ըստ Բաբաջանյանի հայկական կողմը պետք է հայլային պատասխան տա, նախ դադարեցնի ռուսական ալիքների հեռարձակումը, հետո սկսի ռազմաբազայի դուրսբերման գործընթաց։ Կարծում եմ, այս ռազմաբազան այլևս անելիք չունի, իր առաքելությունը սպառված է 2020 թվականին, 2021 թվականին, 2022 թվականին, 2023 թվականին հայ ժողովրդի հետ տեղի ունեցածից հետո այս ռազմաբազան այլևս կամա ընդհանրապես անելիք չունի եւ անգործունակ է եւ դրան պիտի հաջորդի ուղղակի Հայաստանի քաղաքական ղեկավարության որոշումը քննարկման առարկա դարձնել ժամկետից շուտ այս ռազմաբազայի գործողությունը կասեցնելու եւ նրանց Հայաստանից դուրս շպրտելու։ Հայաստանի իշխանությունները նախընտրական այս շրջանում զգույշ են արձագանքում Մոսկվային, իսկ ռազմաբազայի մասով ասել են, թե նման օրակարգ չունեն։ Ավելին խորհրդարանի խոսնակը վերջերս ասել էր, թե դա աբսուրդ քննարկում է, բայց Բաբաջանյանը կտրուկ քայլերի կողմնակից է։ Պարադոքս է համարում, որ օտար երկրյա բազայի կոմունալ ծախսերը հայաստանցի հարկատուներն են վճարում։ Հայաստանի հարկատուներն են նաև սրանց կոմունալ վճարները տալիս, մի բան, որ ընդհանրապես համաշխարհային պրակտիկայում չկա, եւ կարծում եմ, որ Հայաստանը պիտի ընտրի մի ճանապարհ, երբ այլևս որևէ պետության ռազմական ներկայություն պիտի բացառվի Հայաստանի տարածքում, մեր սահմանների պաշտպանությունը, մեր երկրի անվտանգությունը մենք պիտի ի վիճակի լինենք իրականացնել։ Հաջորդ քայլով ըստ նրա պետք է նաև հայ-թուրքական սահմանից դուրս բերվեն ռուս սահմանապահները։ Կարծում եմ, որ մենք հայ-թուրքական սահմանից պետք է ռուսական հատուկ ծառայությունները FSB-ի զինծառայողներին դուրս բերելու հարց քննարկենք, դա վերջապես այդ սահմանը կդառնա հայ-թուրքական։ Այսօր ռուսները չեն համարում, որ դա Հայաստան-Թուրքիա սահմանն է, իրենք համարում են, որ դա Եվրասիական տնտեսական միություն Թուրքիա սահմանն է, իրենց դուրս դնելով այդ սահմանը կդառնար հայ-թուրքական սահման։ Քաղաքական այս ուժը հայտարարում է, թե ցանկանում է լինել ընդդիմադիր դաշտի սանիտարը, ռուսամետ ուժերին դուրս թողնելով քաղաքական դաշտից։ 2021-ին հանուն Հանրապետությունը դաշինքով էր մասնակցում ընտրություններին եւ ստանալով ընտրողների ձայների 1.5%-ը դուրս մնաց խորհրդարանից։ Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցման արդյունքներով Բաբաջանյանի կուսակցությունը տեղ չի գտել այն ուժերի ցանկում, որոնց ընտրողները կտային իրենց ձայնը։